Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ ես շնորհակալ եմ մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր միշտ ակոպով նայած ակնկալում են հետաքրքիրը, թարմը, նորությունները, երաժշտական եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Այսօր շատ սպասված հյուրեր ունեմ, բայց չեմ ուզում խախտել ֆորմատը, շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV ու Ակոպովնայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով ես ներկայացնում իմ շատ սպասված հյուրերին։ Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Ուրեն ընկերներս ուրեն խենթ ու խելարներս թե թող մոտենան ու չհագենան այս ուրախորից Դեով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Դեով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քիչ դժվար է, բայց դե ականջի տող արա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Գիտեմ որ մի քիչ դժվար է, բայց դե ականջի տող արա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան այս ուրախորից Դե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Դե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Շնորհավոր Ձինայդ նախագիծը սկսել եւ ընթացքի մեջ պահպանում է եւ րոպե չկորցնելով ուզում եմ ներկայացնել իմ ընկերներին։ Չգիտեմ մեր մանկությունը, երիտասարդությունը արդեն այս սերունդը իրար հետ մեծանում ենք թե ոչ, բայց որ նրանք
դուետ են ինձ համար ոնց որ թե ցմա, դա փաստ է։ Իսկ ինչ կապ ունեն նրանք ընդհանրապես նաև 21 TV-ի հետ։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու եմ այն դուետից, որը համացանցը գրավել են վերջի ժամանակահատվածում։ Կարող եմ երկար ներկացնել, բայց որ ասեմ, ինձ մոտ աղավարում է մեծն Տիգրան Հարությունյանը եւ իհարկե մեծն Մարինա Թագակչյանը, դա արդեն այդքանով եզրափակվում ենք։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Կարմրեցինք Բարև, Դինա ջան։ մեր ոտքը բարի լինի։ Ես էլ իմ ներկայացնելուց փշակվեցի։ Մեր ոտքը բարի լինի, Դինա ջան, ողջույն։ Շնորհակալ ենք քեզ հրավերի համար։ Ողջույն Դինջան, շնորհակալ ենք։ Էն որ ասում ես դուետ, որը կարծես թե միասին են, հա, այսպես ծնվել մեծացել, աչքս բացել եմ Տիգրանին եմ տեսել, մի քիչ էլ չոչ եմ արել, քեզ եմ հանդիպել։ Շատ վաղուց ենք, չէ՞։ Ուզում հասկանամ ով է Օման Դավաճան։ Տիգրան բացահայտիր ասար եթերում։ Ես չեմ թողում որ Մուրադ очень цивилизованный человек, չէ՞։ Իսկ գիտես որ ինքը մարդ վախենում է դու այդ կանչի Տիգրանին ասում է մի հատ Մարինա մարային զանգենք հետո հələ։ Բա հետո գործ կունենա։ Չէ, շատ բաց մեզ մոտ sense Ես ունեմ նաև ռադիոյի դուետներ, ունեմ հեռուստատեսային դուետ, ունեմ բեմական դուետներ։ Թափանցիկ, ասա, թափանցիկ հարաբերություններ են մեզ մոտ, ես խանդոտ տեսակ չեմ, կարող են տանել, բարելավի իմաստով օգտագործել։ Եվ վերադարձնել։ Մեկը վերադառնալու է ընտանիք, այսպես ասած, տեսնել է ընտանիք։ Եվ քիչ է, բայց կլասեն նորից կասեն ամուսիններ են։ Ամուսինները, չէ, մենք ամուսիններ գրում են, անընդհատ գրում են։ Որ դուք Ամուսին եք, չէ, ամուսին չենք, ես ունեմ իմ ամուսինը, Տիգրանը իր կինը։ Բայն այ ամուսինն էլ այստեղ է, սպասում է հիմա իր տիկնոջը։ Ամբողջ բոլոր շատ ոնց որ տանեկան դարձանք։ Շատ լավ։ Վերջի ժամանակահատվածում որ մի համացանցի էջը մտնում ենք, ասենց վառ մեծ տառերով, բոլորի դեմքերը մի տեսակ նեղված, ծանր քննարկումներ, շատ կոմենտներ ու այսպես շատ դիտումներ, այն որ կռվախնձորը բում էր անում այդ հասկացանք, փաստորեն սա էլ ոչ պակաս, ոչ ավելի այս նախագիծը բում է անում։ Բայց այդ բումը գալիս է 21 TV-ի։ Մնացածը դες սկսեք բացահայտել։ Այո։ Երևի Տիգրանը։ Հերոստատեսային դաշտը գիտես, մի փոքր այս մեր օրերում ունի իր փոսերը այսպես կոչված իր դժվարությունները եւ այնպես խրամատները այնպես դասավորվեց իրավիճակը, որ մենք հարազատ երկիր մեդիայից գալիս ենք ել ավելի հարազատ 21 TV, որը շատ հայտնի ալիք է եւ երիտասարդության շրջանում եւ առասարակ երաժշտասերների, մշակութասերների շատ աշխույժ, շատ դինամիկ, իսկ մենք սիրում ենք այդպիսին մարդկանց, ովքեր կրեատիվ են մտածում, որտեղ կա շունչ, կա դինամիկա, կա լավ տրամադրություն եւ մենք հասկացանք, որ դա 21 TV-ն է։ Գալիս ենք այստեղ էլի նույն հանդիպման ժամը ամփոփողի դեպ յուրաքանչյուր Կիրակի ժամը 21-ին, բայց 21 TV-ի եթերում։ Օ, փաստորեն դա էլ է մնացել։ Մնացել է, հրավերը եղավ գրեթե բոլոր հեռուստա ընկերություններից, այսինքն բանակցային գործընթացում հասկացանք, որ մեզ պետք է հենց 21 TV-ն ինչու նախ այսպես սոցիալական հարցման շրջանակներում հասկացանք, որ լավ դիտողականություն ունի 21-ը։ Նայում են այո, տարբեր բազմաշերտ մարդիկ եւ տարիքային առումով եւ խավի առումով սոցիալական խավի մասին է խոսքը։ Եվ շատ գունեղ, շատ դինամիկ ալիք է իրականում։ Հա, ինքը երաշտական է, որը շատ կարևոր է, այդպես չի ճնշում։ Պրոբլեմներից քաղաքականությամբ չի նեղում ճնշում։ Եվ դա ամենակարևորն է։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, այո, մեր այսպես ասած ֆեյսերը միացնել ձեր ֆեյսին եւ ընդհանուր ստանալ ինչ-որ մի հետաքրքիր բան։ Երբ է առաջին եթերը։ Գունապնակ։ Այս Կիրակի։ Այս Կիրակի ամսի 18-ին արդեն նոր եթերը, նոր հետաքրքիր հյուրերով կրկին էլի աղմկա։ Նո, աղմկա հարույց չեն մեր թեմաները, շատ ավելի ակտուալ են։ Քննարկվող, այն ինչ որ մեզ շրջապատում է, շատ հետաքրքիր թեմա ենք վերցրել այս անգամ էլ, խոսելու ենք, ասենք ինչից, ասենք։ Հարուստից եւ աղքատից, ով է հարուստը եւ ով է աղքատը, ինչպես հասնել եւ ինչպես կարելի է կորցնել այդ վաստակած կամ թեկուզ եւ չվաստակած հարստությունը մարդը կորցնում է արդյոք այդ ճանապարհին դիմագիծը, թե միգուցե ինչ որ բան սովորում է, փոխում է իր տեսակը, հետաքրքիր, շատ հետաքրքիր։ Ով էր մարդը երեք, ով է այսօր եւ ով կլինի վաղը։
փոխում եմ, տեսակ որ sense խոսում են արդեն հետո, մի երկու թողարկումները դրա Հա, բայց երաժշտական այդպես հետաքրքիր նաև հագեցվածություն կա, ես երգում եմ, բնական է, իմ երաժշտական մասը չեմ կարողացել անմասն թողել, անպայման ես երգում եմ, մի փոքր հատված, բայց նորից խոսքը փոխած։ Այսինքն նրա մասին ինչի մասին խոսում ենք, դրա մասին երգում եմ։ Դուր չես ասում։ Հա, ինձ ինչ իմպրովիզներ է անում։ Գովազնեն եմ sense կարճ նայել։ Կյանքը մեր մի աստիճան է, տարարիրի, հայտնի երգերը, ընդ որում նաև այդ գաղափարին եմ զարկը տվել, որ մեր հայտնի լավի, ոչ միայն մեր հիթերը, եւ ռուսական հիթերը, եւ արտասահմանյան, մասնավորապես հայկական ռոմանսները նորից վերհանեմ, բայց այս ակտուալ թեմաները մեջը արդեն շաղախված էլի։ Շատ լավ։ Լուիսեր Վարիր նախագիծը արդեն 21 TV եթերում է։ Մայիսի 18, ինչպես Ժամը 21-ին։ Ժամը 21-ին մեր հեռուստադիտողներն արդեն հասկացան, որ պետք է այդ ժամին էլ միանան ոչ միայն ամենաշխատանքային օր, նաև հանգստյան օրերը, վայելում եք այն նախագիծը, որը բավականին ճանաչված է հայտնի դեմքերով եւ սպասված, ոնց հասկացա, թեմատիկաներով։ Լույսը վարիր նախագիծը 21 TV եթերում, շուտով։ Սենց մի բան լինի, որ գալիս են նոր հեռուստաընկերություն, չգիտեմ, համարում են ինչ-որ նոր եթերաշրջան, այսպես այնպես ինչ-որ մի բան նայում փոխում են կամ ավելացնում կամ կարող է դա անպայման նոր էջեր են ավելացնելու, շատ հետաքրքիր էջեր ստիս, հա, երևի ասենք թե հիմա չասենք, որպեսզի հետաքրքիր լինի։ Ես կասեմ, թող գնան մյուս օրը եթերը։ Դուք իմանաս, բայց հանրությունը կրկին այդ էջերի շնորհիվ բացահայտելու է լույս է վառելու, լուսավորվելու է, ճանաչելու է նրանց գործունեությունը, հետաքրքիր մարդիկ են լինելու հետաքրքիր գործողություններով, շատ բազմազան, շատ բազմաշերտ նորից եւ հանրությունը կարծում եմ հանրության համար եւս բացահայտումներ կլինեն շատ եւ ամենակարևորը հետաքրքիր երեկո կունենան։ Համ ինֆորմացված եւ նաեւ ժամանցային առումով կարծում երեկոն այդպես հիանալի է վայելել։ Մի հարցելու անցնենք նաեւ ինֆորմատին, էլի միջի ձեր ֆորմատի մեջ է, այսպես ասած։ Կարող է Հիմա մեր ֆորմատը անենք քեզ հետ տեղում։ Չէ, լավ է։ Չանենք։ Բախում եմ ես տեղում թեման որոշենք անենք։ Բախում եմ ես ձեզանից։ Բայց դու մեր հյուրը կլինես։ Եվ ասում կլինեք իմ օբյեկտում եք ես ասում։ Ուզես չուզես, այո։ Ուզես թե չուզես։ Մար ինչու լույսը վառիր։ Հենց այդ առումով մենք փորձում ենք յուրաքանչյուր թեմայի միջոցով լույս սփռել եւ այդ թեմայի առումով տալ հավելյալ տեղեկատվություն։ Լույս ենք վառում։ Այնքան հետաքրքիր էր, մի քանի հաղորդում առաջ իդեպ այդպես վատ կոմենտարիաներ գրեթե չկա, որովհետև քննարկում է եւ յուրաքանչյուրը իրեն տեսնում է, հա, այդ նման թեմայի։ Մեկը այնտեղ օրինակ թեմաներից մեկն է ով է տուն տանելու աղջիկը, հա, ինչպիսին պետք է լինի, կենցաղային։ Դու մի վաղը քեզ այդ թեմաների մեջ չենք ընդգրկի։ Ու մենք համապատասխանեցնում ենք հյուրերին թեմային, մոտ որ լինի, հա, օրինակ, չգիտեմ, չամուսնացած կինը չի կարող գալ խոսել ինչից, երեխաներից, օրինակ, այնքան էլ ճիշտ չի։ Նա հասկացա արդեն յուրաքանչյուր թեմայի մեջ։ Հա, Արմինե Գրիգորյանն էր մեր հյուրը, ով խոսում էր տանը մնացած աղջկա մասին, ով է տանը մնացած կինը։ Դե իրականությունը դաժան իրականությունը, բայց կա, չէ, ասում են հարևանը, այդպես բակում, միևնույնն է, այդ թեմաները անմասն չեն, քննարկվում են, պատերի տակ։ Ձեր ֆորմատի մեջ, այսպես ասած, ոնց որ կակել են, որ ոնց որ կրբախնձորին դանդաղ հանգիստ ցածր ձայնով խոսում եք, բայց այդպես փորում եք, չէ, տեղը տեղին։ Չէ, սա կրբախնձոր չէ, սա ճանաչողական, այսպես անձնական, եթե այնտեղ անձնական էր, Ջինջան, այստեղ անձնականին չենք դիպչում, այսինքն եթե հյուրը ուզում է իր անձնականի մասին տվյալ թեմայի վերաբերյալ զուգահեռներ վերել, ինքը կխոսի, բայց եթե չի ուզում, մենք չենք իդենտիֆիկացնում, էլի չենք ասում, այ ձեր մոտ բաբադու, չէ, իսեր Աստծո։ Եվ եթե կրվախնձորում կային հոգեբաններ, ոնք աշխատում էին եւ մեզ հետ, եւ անձնակազմի հետ, եւ փորձում էինք մարդուն հա այդ փոսերից բարեհաջող անել, այստեղ այդ միտումը մենք չունենք, մենք շատ բարի, այսպես պոզիտիվ տեսանկյունից։ Ինչ էի ուզում ասել, կիսատ մնաց այդ կոմենտարիաների վերաբերյալ, դա շեղվեցի էլի իմ տեսակի համաձայն։ Մեկը կոմենտարիա էր գրել, հա, հաղորդումը նայում եմ շատ հետաքրքիր է հագեցած, բայց մի տեսակ լույս չտեսա, հակառակ ինքը մռայլ
դիլեր, որովհետև այդ թեման ինչ ճնշեց։ Չգիտեմ որ թեմայի մասին էր խոսքը։ Ես հազվադեպ եմ որ կոմենտարային նույն մեկնաբանությամբ պատասխանում եմ, բայց տվյալ դեպքում ձեռնպատ չմնացի, ասի պետք է պատասխանեմ։ Ասի նայեք, հիմա դուք ձեր համար հանեցիք ինչ որ ճիշտ, չէ՞, միգուցե ձեր համար այդ ճիշտը այնքան էլ ընդունելի չի, բայց ինչ որ մի բան ձեր մոտ ինչ որ մի լույս վառվեց, մի ճանապարհ ձեզ համար, հա, ասում, բա հենց այդ է, դու մտքից դուրս ես, խավարից դուրս ես գալի, կամ այդ քննարկման արդյունքում տվյալ թեման, հա, ես լսում եմ իմ ընկալումն եմ անում, հա, եւ հյուրերն էլ, բազմակարծության հարթակ է, դու լսում ես, քո տեսակետն ես դրանից հանում, եւ ընդհանուր առմամբ Այսպես է, չէ, զրույցի ժամանակ էլ, քննարկման ժամանակ հանում ես մի տեսակետ, ի վերջո։ Մենք ներկայացնում ենք բոլոր տեսակետները, բոլոր տեսակի կարծիքները եւ հետեւություն թողում ենք հեռուստատողին։ Մենք չենք պնդում։ Անկամ նեգատիվը կարող է գալ, ոյցե ոչ դրական, նու լավ, գուշակ, այսպես ասեմ, հա, օրինակ, բայց չի նշանակում, որ մենք պրոպագանդում ենք գուշակին, չէ, տեսնելով շատերը ասում են, վայ, օրինակ, հա, եթե դուր չի գալի ինչ-որ բան, եթե պետք է գնար գուշակի մոտ, ասում է, չէ, չգնամ, կամ հակառակը, ինչ-որ դրական բան է տեսնում։ Այսինքն թափանցիկ հարթակ է, որտեղ տեսնում է, հա, իսկ գիտես, հեռուստատեղի աչքից դժվար է խաղալ։ Հեռուստատեղը շատ լավ, այո, հեռուստաէկրանին social media-ում նույնպես հասկանում է ով է դիմացինը։ Ինչ ժամանակ է մարվոր եթերում է նախագիծը։ Արդեն 2.5 տարի է։ Բավական երկար։ 2 սեզոն, 2-3 հեռուստասեզոն անցել։ 2 հեռուստասեզոն։ Իսկ դուք ինձ հետ կամաձայնվեք, որ նախագիծը ոչ միայն իր հաջողություն ունենում է, որ հեռուստադիտող հանրությունը ավելի շատ պահանջում, այլ նաև որ գործընկերներն են լինում եւ պահանջում են, որպեսզի լինի եթերում։ Թե ունեք նախագծեր կա, չէ, հովանավոր չունեն, բայց իրանք պետք է լինեն եթերում։ Ու շատն էլ ասում են, որ չունեք, ուրեմն ձեզանից է։ Ես գիտեմ շատ հեռուստաընկերության տնօրեններ, որոնք ասում են, եթե մի բան չի լինում, այդ նախադասությունը, ուրեմն ձեզանից է, մի բան փոխեք։ Հիմա մենք այդ դարաշրջանում չենք ապրում, որովհետև ամենազիբիլն է հայտնվում համացանցում։ Գոնե եթերը մի քիչ մաքուր է, իմ կարծիքով մի քիչ կարողանում ենք մաքրություն պահել։ Հա, բայց դե մեկ ամենավատ զիբիլը գտնում ենք համացանցում։ Չգիտեմ ինչու հիմա մեր գործընկեր հովանավորներն են մեծամասնությունը արդեն նաև զիբիլին հովանավորում, կներեք, որ այսպես եմ ասում, 2 օր առաջ եմ դա տեսել, որը պրոպագանդում է միայն բացառապես լկտիությունը, բայց մարդիկ ունեին հովանավորներ, եւ կա տենց թեմա, եկեք ինձ հետ համաձայնեք, եւ մեզանից է, եւ նաև գործընկեր ունենալուց է, որ հեռուստա նախագծերը երկար են ապրում։ Իսկ թվում է, եթե ձեր նախագիծը մի քիչ արդեն թերանացարանը, դուք էլի մի բան կմտածեք։ Չէ, պարկաստու ստեղծագործական մտքի ճգնաժամի չունենք այդ առումով, իսկ ինչ վերաբերում է աղբը հովանավորել, ապա ցավոք սրտի ինչքան վատ, այնքան լավ։ Այսօր մեր մեծան ապրում է, կարելի ասել, ոչ բոլորն իհարկե ապրում է այդ սկզբունքով։ Այո, այսօր ցավոք սրտի մենք տեսնում ենք իրավիճակ, երբ գումարը կա այնտեղ, որտեղ չպետք է լինի։ Դժվար թե ինտելեկտուալ հաղորդման համար այսօր հովանավոր գտնելի։ Տիգրան ջան, դժվար թե այսօր փող տվող, այսպես ասած, նայի ձեր 100 տարվա ստաժին, ձեր բառապաշարին, լեզուների իմացությանը, բայց կտանա փող նրան, ով որ ունի 1 միլիոն follower, այսպես ասած, եւ իհարկե որ իրան շոտ են հետևում։ Մտնում ես նայում ես ինչ անում, առավոտ արթնանում, պիժամայով գնում է, լվացվում է, ինչ որ ցես բաներ Ես ցուցադրում է իր բարեմաստությունները։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մենք զատ մեր, այսպես ով լինելուց, ով համենայն դեպս ես քանի տարի, հա, երաժշտական ասպարեզում եւ նաեւ հեռուստա ասպարեզում եմ, մեր հաղորդման շնորհիվ, ցին անկեղծ այս հաղորդման շնորհիվ հավաքեցինք ավելի քան մենակ Facebook հարթակում 50,000 հետևորդ։ Եվ շատ արագ այո, եւ սա բացարձակ այն տարբերակը չի, որ կաչես, ուղարկես, թող հետևորդներով կդիտի, ասի գովազդ չենք միացնում, մեր էջում է նաեւ այդ դիտողականությունը 10 եւ ավել, այսինքն Facebook-ը գիտես ինքը մի քիչ ավելի բարդ հարթակ է, եթե մնացած հարթակներում հեշտ է ավելի ներգրավել, TikTok-ում մի հիմարություն անելով, այստեղ չես կարող խաբել սովորական։ Հենց մենք ենք անում մեր ուժերով։ Ասելն ինչ է, որ հետաքրքրում է։ Ուրեմն ինչ որ մի կայծ, մի խայծ, մի հետաքրքրություն առաջացրել ենք, դա էլ մեր կյանքն է։ Երևի թե որ անթակույց է ու չենք կեղծում։ Պարզապես այդպես խոսում ես նրա մասին, ինչը այսօր
պատերի տակ Այո։ խոսում են, բայց վախենում են ինչ որտեղ բարձրաձայնել։ Ես կներես, որ ընդհատում եմ կան իմ օրինակ ծնողների պես մարդիկ, ովքեր կապ չունեն համացանցի հետ։ Կապ չունեն հեռախոսների հետ, որ ինչ ուզեն կարող են նայել եւ շփվել։ Եվ օրինակ մամա ասենց մի հատ արտահայտություն, ամ շուշուտ գործերս անեմ, որ այս ժամին այս ծրագիրն է նայեմ։ Այսինքն ինքը կհասցնի ձեզ էլ կնայի, մալախավին էլ կնայի, չգիտեմ, ինձ էլ կնայի, բայց գործերը վերջացնի, որպեսզի եթերում իր ուզած նախագիծը նայի։ Ես դες խոստանում եմ, որպես արդեն 21 TV բնակիչ, որ արդեն 1 տարվա բնակիչ եմ այստեղ համարվում, որ ձեր լսարանը նաև փոխվելու է այլ կողմի վրա։ Մեզ դիտում է Հայաստանի Հանրապետությունը եւ քանի որ երաժշտասեր հասարակությունը նաև շատ դիտում մեզ, ինչու եմ ասում կփոխվի ոչ թե հեռուստադիտող, այլ նաև այն մեր ընկերները, ովքեր որ մեզ շրջապատում են։ Աուդիտորիան կփոխվի։ Շատ լավ։ Դուք հասկացաք, Կիրակի օրը մայիսի 18-ից ժամը 21:00-ին միացնում եք եւ վառվում է լույսը Մարինա Թակակչյանի եւ իհարկե Տիգրան Հարությունյան միասին։ Բայց հիմա անցնենք իմ ֆորմատին։ Դուք երկուսդ էլ կապ ունեք այն ֆորմատի հետ, որը իմ նախագծինն է։ Ինձ մոտ աղավարում գալիս են Մարջան, հիմնականում նաեւ Տիգրան, այն մարդիկ, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Սկսած կազմակերպչական աշխատանք, վարող, երգող, պարող եւ մնացածը։ Բայց սկզբի համար ես ուզում եմ առաջինը իմանալ դուք ինչպիսին եք որպես հոբելյարներ։ Ես տեսակներ ասեմ, դուք ընտրեք։ Մարտով ամիսներ առաջ սիրում եք կազմակերպել ծննդյան օրը։ Մարտով չի սիրում, տեսակ մեկ ուսանում անեղվում այդ օրը դե մի տարի էլ մեծացավ, հասկացաք։ Եվ երրորդ տուն, տեղ, ընտանիք, կոլեկտիվ, ոնց էլ չլինի, մի բան մեզ համար կկազմակերպվի։ Մար որն է քոնը։ Ես սկսեմ։ Հա։ Առաջ երբ շատ առաջ ուզում եի ասի, հետո հիշեցի, որ լավ այդքան էլ մեծ չեմ, բայց մեծ եմ, շատ առաջ այո, սիրում էի նախապես կազմակերպել, ինչպես բոլոր երեխաները։ Իմ երեխաներն էլ մեկ էլ ծնունդը վերջանում եմ, ասում եմ մյուս տարի ծնունդս մամա այստեղ, պապա այնտեղ։ Հա, ասում եմ այ բալա նոր վերջացավ ծնունդդ, նոր պրծանք, նոր հավաքեցինք։ Հիմա արդեն 12 տարի ամուսնացած եմ, այն օր ամուսնուս եմ ասում, Ալիկ, ասում եմ 12 տարում ես մի հատ հիշարժան ծնունդ չեմ արել։ Ող քորոցո։ Ոչ թե նրա համար, չէ, ոչ թե նրա համար, որ Ինչպիսի պատմություն։ Չի, ոչ թե նրա համար, որ Խանգարող։ չի արել, Հովանավոր չես գտել։ հովանավոր չեմ գտել, Հովանավոր չես գտել։ այլ պարզապես արժեքներս են փոխվել, չեմ կարևորում դա։ Ես ուզում եմ ավելի շատ եւ այդպես էլ անում եմ։ Մի քանի մոտիկ ընկերուհի բարեկամներ երբեք հրապարակային անգամ ես եթե ուշադիր լինեն, հա, այդ մտերմիկ միջավայրի այդ տոնական, հա, փոքր տոնական սեղանից անգամ հատված չեմ գցում։ Մարզապես իմ նկարն է եւ այլն։ Երևի արժեքներից համեստ եմ։ Մեծացել ես։ Մեծացել եմ։ Հա, լավ, Տիկոնը որն է։ Ես նշել եմ, միշտ նշում եմ, կես դար արդեն բոլորած մարդ բնականաբար։ Ունեմ այսպես հարստություն, երջանկություն նշելու ծննդյանս օրը մի քանի աշխատավայրերում, նախ եթերներում, եղել են տարիներ եւ հեռուստաեթերում եւ ռադիոեթերում, ռադիոն դե մայիսի 7-ը նաեւ ռադիոյի օրն է ընդ որում, ինձ համար կրկնակի տոն է ամեն տարի, դե ընտանեկան երեկոն բնականաբար միշտ կա ու կա, շատ նշել եմ եւ տանից դուրս եւ տանամ բնականաբար, ես սիրում եմ ծննդյան օրը նշել, ինչու ոչ։ Սիրում ստանալ հաղորդագրություններ։ Մեր հաղորդման շրջանակներում հենց թեմայի շուրջ հենց նման ակնարկ եղավ, որ եթե շատ ճոխ են նշում ծննդյան առիթը կամ յուրաքանչյուր առիթ, դա նշանակում է, որ երջանկություն տակը չկա։ Ինչ որտեղ կա իրականություն դրա մեջ, բայց չես էլ կարող մեղադրել, ասում են կոմպենսացնում է։ Եթե դա առնում է ցուցադրական, ինչ որ մեծ դահլիճներ, հա, այդպես ցուցալ։ Ես ոչինչ չեմ ներառում, հա, ոչ մի հրապարակում չեմ անում, գուցե եւ այսպես աշխատանքային ինչ որ եթերային ինչ որ բան։ Դե չես մեղադրի, եթե տրամադրությունը տեղն է, գումարնել ունի, ինչու ոչ, եթե ամեն ինչը, ինչպես ասում են, օքեյ է, ամեն ինչը տեղը տեղին է, չէ՞։ Մարդու Չէ, Բոսանավի վրա չեմ նշում, որ ասեն այդպես ինչ որ։ Պետք է կարողանաս որ նշել։ Դե ես ամբեստի հնարավորությունների սահմաններում բայց կարևորը նշում է։ Հա։ Եվ ամենակարևորն է, այս տարի ես ստացել եմ մոտ 600 հաղորդագրություն։ Լուրջս հաշվել ես։ Մոտավոր գումարեցի, հա, միայն սոցհարթակ։ Այդ արդեն հերիք է։ Կարողանայր, այնց հետաքրքրեց, ես հետաքրքրել եմ, որ կարողանայր ունենայր, եթե կանեիր։ Ասեմ, ունեմ երազանք նշելու ծնունդս ուղղաթիռում Նյու Յորքի երկնքում։ Լուրջ ես ասում հիմա։ Ինչի Նյու Յորքի։ Հա, տենց սիրուն է։
երեկոյան Չէ, ես պատկերացրու միլիարդատեր լինեմ, նորից այդ ծնունդս նշել եմ ներ շրջապատում։ Նյու Յորքի վերևից Նյու Յորքը տեսել եմ, ասեմ իմանաս, գիշերով, հա, որի։ Այս գուղաթիրու։ Ուղղաթիռ չեմ սիրում, վախում եմ տեսակ սրտխառնոցը շատ է, բայց ուզում ասեմ տենց մի երևելի թեմա չի, հա, ավելի շատ ջուր է երևում, հա, չէ, փոխի տարածքային երազի մեկը չի իրականանալու։ Բալի ուղղությամբ։ Միևնույնն է չի։ Բալի, ուրիշ, շատ լավ։ Իսկ հիմա ուրիշ հարց եւ ամփոփենք թեման։ Դուք նույնպես կապ ունեք առիթների հետ, բացի ոչ հասկացա ինչպիսին է քոբելար, ինքներդ առիթները վարում եք, նաև առանձին եւ դուետով, բայց կներես Մարիաս որոշել եմ մի քանի անգամ Տիգնանին, այսպես ասած, գողանել։ Քեզ կարելի է։ Հա, լավ, Չէ, վստահում ես դու ինձ։ Քեզ որ այդպես աչքերս փակ։ Շատ լավ։ Այնպես որ ասում Հարցերն չեմ տալու հետո։ հարգարժան առիթատերել։ Ընտրեք իմ ու Տիգրանի դուետը, ձեր առիթը ավելի լավը Դու կլինի։ մշտական ունեցել, Վերջացավ։ Շատ լավ։ Իսկ հիմա, որ դուք առիթներ եք վարում, դե ես արդեն տարիներ է, չէ։ Ուզում եմ հասկանալ փոփոխություն զգում եք, որ չգիտենք ոնց խոսանք, չգիտենք ոնց ասենք, քաղաքական մի տեսակ վիճակները շատ խանգարում է։ Երգիչների վիճակներն էլ իսկապես խանգարում, դրա համար պաշտում եմ, որ բենդի հետ եմ իսկապես աշխատում։ Մի խոսքով, ուզում հասկանալ, տարբերություն զգում եք։ Մեծ, շատ է փոխվել ամեն ինչ, Տիգրան թող պատմի։ Դու նկատի ունես հանդիսատեսի առումով։ Այո, ինչու է ծառիթատերը։ Ասեմ, հատկապես պատերազմից հետո, 44 օրից հետո ոչ թե փոխվել է, այլ կոտրվել է։ Այսօր շատ մեծ դժվարությամբ է հաջողվում դահլիճում առաջացնել տրամադրություն, ինչու որտեվ եկել են, հա, հրավիրվել են, մարդը եկել են նստել սեղանի մոտ, բայց միևնույնն է, թե աչքերում, թե հոգու խորքում այդ սպին յուրաքանչյուր հայ զգում է։ Ես չգիտեմ, կա չի էլ վեր կանում ես չգիտեմ, քանի տարիներ, տասնամյակներ կանցնի, միջև նորից վերադառնա այն նախկին ուրախությունը, որ կար պատերազմից առաջ, երբ մարդը լիաթոք գալիս է ուրախանալու։ Չէ, ուրախանում են, նես չէ, արվում են, հա, կազմակերպվում են, վարում են, երգում են, պարում են, բայց մի պա ուշադիր կողքի աչքով նայեք, դուք կզգաք, որ մարդը եկել է ուղղակի պարտավորություն, այդտեղ պետք է πάρի ու նստի, վերջ։ Եթե այդ արհեստական նոտան մտել է եւ մարդը զգում է, որ ինչ-որ բան այն չի դրսում, ներսում, հայր հոգում, չգիտեմ, բայց եկել է, պարտավոր է եկել է ինքը ու վերջ։ Ինչ որ մի բան, Չպյամուսն այդ մարդը, չէ, տանիք ստեղծում են, բնական է, կյանքը չի կանգնում։ Եթե մեր նմանահանդիսավարներ առաջ մտածում են կազմակերպիչների ճշտենք, թե ինչ ունեն մեջտեղը, ինչ ունենք շոու, այսպես այնպես, իմ կարծիքով հիմա մեր առաջի մտահոգությունն այն է, մի հատ հասկանանք, քեֆանող մասա է, թե ինչքան պետք է տանջվենք։ Եվ սկսել հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսները։ Հետո բացի դրանից առաջ եթե մտածում էին խնամիները այնպես չստացվի մի քիչ գինովնան վիճեն, հիմա արդեն մտածում են ով որթևից է քաղաքական, հանկարծ իրեր բախում չլինի։ Չէ, վարել եմ ես, եղել են տարբեր, չէ, միևնույնն է, քեֆի տեղը բոլորն էլ ուրախանում են, քեֆ են անում։ Մարդես ամեն դեպքում գինով։ Բայց ամենահետաքրքիր կազմակերպիչները, երբ որ գրում ջնջում են կամ եթե մենք ենք գրում ջնջում, առաջի մեր հարցը լինում է կներեք քաղաքական դիրքորոշումները, Այո, որ հասկանանք ոնց լինի դասավորվածությունը եւ նաեւ խոսքի մեջ որ ավելորդ Բարդացել է կյանքը բոլոր առումներով։ Համաձայն եմ ձեզ հետ։ Իսկ ես այսքանից հետո ասեմ, որ իմ ընկերները ինձ մոտ են։ Ինչի որ շատ հաճելի է ինձ համար խոյտորակ հաճելի չեմ կարող բացատրեմ ու երբ որ ես իմացա Թագակչյան Մարինան այն որ լավ ձայնով հաճելի բարեմաղթանքներով ասեց Ձինջան չէ մենք ի վերջո հասկացանք որ մեզ պետք է 21 TV-ին չնայած որ այդքան TV-ների հետ դուք խոսել եք եւ հասկացել եք բանակցել եք խոսել ենք ես չգիտեմ ինչու բայց վստահ եմ որ ամեն շատ լավ է լինելու արդեն հրավիրված եմ իրենց եթեր չեմ վախենում եմ ասել թե ինչ թեմայի շուրջ դու վաղուց էի հրավիրված պարզապես ուրբաթ շաբաթից շուտ եկավ։ Նախատեսված կար, թեման էլ կար։ Դա հետո կասեմ։ Լավ։ Իսկ ես ուրիշ առաջարկել ունեմ, ես ուզում եմ նաև դուք անհատներ էլ ինձ մոտ տաղավարում լինեք, բացի այն որ այս ծրագրով եք, որովհետև ես ուզում եմ երկուսիդ հետ էլ արդեն այլ տարբերակով շփվել եւ մոր, չգիտեմ ինչի ինձ թվում է որ դու արդեն գիտես ինձ մոտ ֆորմատային լինում է որ նաև երգում են, ինչ որ հաճախակ է լինում։ Մոր ես ուզում դու ինձ մոտ մի անգամ երգես։
Հիմա երկեմ, թե ես խնդիր չունեմ, ինձ արթնացնել է, ես կերկեմ։ Խրպոտ ձայնով էլ կերկեմ, քնած ձայնով էլ։ Չէ, ինձ համար հաճելի կամ հետո երկեմ մենակ գաս, որ մի հատ պայմանավորվեցին։ ուրիշ թեմանից շփվենք, այլ Տիգրանը մեզ հետ չլինի, եւ հակառակը Տիգ ջան, չես նեղում, չէ։ Մեծ սիրով։ Հաճելի է։ Այնպես որ հարևաններ են, երբ ուզում դուք ինձ մոտ մի քայլ ես կողմ գաք։ Վերջ, խնդիր չկա։ Կուզես կապեմ կթափեմ փոշի։ Հիմա տեղափոխման փուլում են։ Տեղափոխման փուլում ենք։ Որ իրերը բերում են շենքից շենքը տեղափոխվում են, այ։ Այսինքն նկարումներ նաև մեզ մոտ է լինելու։ Այո։ Այո, Հիանալի է։ Դե ինչ, ես հաջողություններ եմ մաղթում ընկերներիս, գիտեմ շատ լավ է լինելու ու կներեք, բայց պահանջում եմ արդեն նորության դեպքում ինչ էլ որ փոխվի, ավելանա, չգիտեմ, առաջին Խոստանում ենք։ Խոստանում ենք։ Այն էգոիզմ բան չի վերացել նույնն Ասում ամեն շենքում մի հարազատ մարդ գտնում են, ախտեմ հարազատներից մեկ այստեղ դակսա մեկում։ Չէ, ես ուզում եմ նաև Դինայի նկարագիրը մի փոքր դե Դինայինով գիտի, բայց ամեն մեկը չի որ քո սիրտ ունի։ Ես քեզ անձամբ ասել եմ, շատ մեծ սիրտ ունես, փոքր մարմնիդ մեջ շատ մեծ սիրտ ունես։ Կամեցող եւ ոչ նախանց տեսակ ես, այդպես մեկ ուրիշը անկեղծ չէ, մեր գիտես ոնց է մեր ասպարեզում բոլորը հա ամեն դեպքում այդ պակ փորոցի չէ ոնց կլինի ինչի ինչ որ թեմաներից մեկն է իդեպ եթերային լավ ինչ որ մեկը ինչի ես մենակ մենաշնորհի իմը լինի բայց դու կայացած տեսակ ես կայացած կինես կայացած հաղորդավար ես դրա համար դու նախանձի առարկա տես չես ստեղծում եւ քո տեղն ու դիրքը ես արևի տակ մրցակիցներ չենք ման գալի դրանից մեկը մամը մեկ իր տեսակի մեջ է իսկ այսօր այդպիսի մարդկանց պետք է ասել շնորհակալություն կամեցողության համար այն նախադասությունները on հաճելի բարեմաղթանքները որ Մարոն էր նաև ինձ ուղարկել ես ասեմ որ իմ կողքը շատ ընկերներ կային ու ասում են էտու ո տենց լավ բաներ ասում հետո որ իմացան ես ընդհանրապես զարմացան չէ ոնց ես կարող եմ այդպեսի չէ ես շատ շռայլ չեմ իմ գովացանքների մեջ բայց գիտես ես ուղիղ տեսակ եմ ինձ դրա համար էլ կամ շատ սիրում են կամ չեն սիրում եւ կա նաև ասելու տեսակել ոճել տեքստնել են որ զգում ես էլի մարդը այստեղից ասում էլի հա չէ որ զգացի որ ես լավ անպայման գնահատում ու բարձրաձայնում լավը ուշքս գնում խելագարվում լավ տեսակ է ամեն ինչում լավի մաքուրի պարզի հա աշխատողի այսօր այնքան շատ է որ ու եւ իմացինն էլ է զգում ասողն էլ է զգում որ ինքը ստեց ինքը անկեղծ չէր չես թա ես կարող եմ գնամ խանութում առևտուր անեմ մի շատ գեղեցիկ վաճառողի լինի աչքերով գեղեցիկ ասում ինչ գեղեցիկ է ձեր աչքերը գույնը սա զարմանա էլի ես ինչու դեպ բայց այդպես գացի, ինչու չասեմ, ինչու մարդուն հաճելի չանեմ։ Ինձ թվում է մեր սերնդի մեջ մի քիչ տենց մնացածներ։ Ոչ թե վայ բան, հələ էդի վաճառողի էլ ինչ էլ աչքեր, օրինակ, հա, չէ, ինչ է ասա, լավ բան է, չէ, զգացի ասեցի։ Մեր սերունդը լավն էր էլի, ուֆ, լավն է, այսպես ասած, այս տեքստը Սոնյա Դիլանյանինն է։ Դե մեր սերունդը ուրիշ է, դուք գիտեք։ Համենայն դեպս ես շնորհակալ եմ, որ դուք կաք, մերն եք արդեն։ Ես շատ ուրախ եմ եւ վստահ եմ, որ նորության դեպքում առաջինը կարձակակեք ինձ մոտ տաղավարից։ Շնորհակալ ենք քեզ, այս հա ոնց է, այդ welcoming-ը որ անում ես, բարի գալուստ, հա, արողությունը որ քեզ մոտ պաստորն քո եթերից ազդարարվեց։ Ես կսուժան ասեմ ամփոփման համար նաեւ ինձ մոտ հիմա շատ մարզիկներ են գալիս, նաեւ աշխարհի հրճակ մարզիկներ, ասում են Զինջան, գան քեզ մոտ տաղավար, ասենք որ գնում ենք ինչ որ միտեղ, հետո գանք, որովհետեւ քեզ մոտ հաջողությունը կա գնում ենք հաստատ ոսկին բերում ենք փորձենք էլի հովանավոր ավելացավ տոկոս եմ ուզում բայց ուր է որ հարսը անգամ մտնում է դու ասում են ոդկը բարի լինի չէ ու ապսեն կոտրում աչքս են բաշակի վրա չլո բայց ես կսապսե կտամ ես քեզ դու ներես ասպ կոտրել ասում եք են չեկել կոտրում որ բարի լինի շատ լավ սա է հումոր հա այո դե ինչ հարգենս դուք հասկացաք ինձ մնա այսօր սաղուրը ասած կխոսեմ այնտեղ իմ հնչյունային ռեժիսորով օպերատորներով դեռ այսպես կլսեն այո բայց նրանք այդ շուշուտ ինձ մոտ կլինեն ես դա ձեզ խոստանում եմ միջև մած էս իմ լավագույն ընկերներն են Տիգրանը Մարինան եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բանին ձեզ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը Ես քո կապանն եմ դու իմ վանաձորը Չի մարելու սիրո մեջ կրակը Ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո սպիտակն եմ դու իմ վարդենիսը Էջ միացին է մեր խաչն ու հավատը Ես քո Աբովյանն եմ դու իմ Արարատը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ
Հայաստանը Ես քո խուստուփն եմ դու իմ արագածը Ես քո արավոտն եմ դու իմ լուսաբացը Ես քո տաթևն եմ դու իմ նորավանքը Ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը Սերը սիրում է դարձնում ամեն օրը Ես քո թալին եմ դու ինձ աղկածորը Չի մարելու սիրո մեր կրակը Ես քո գավառն եմ դու իմ ագարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո արմավիրն եմ իսկ դու իմ գորիսը Սերն է երգում մեր ջանն ու հաջանը Ես քո տաշիրն եմ դու իմ դիլիջանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը Ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը Ես քո պայքարն եմ դու իմ հայրենիքը Ես քո լեռներն եմ դու իմ հարսանիքը Սերը սիրում է դարձնում ամեն օրը Ես քո Սիսյանն եմ դու իմ մեծ ամորը Չի մարելու սիրո մեր կրակը Ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը Սերն է լցնում մեր տունն ու օրանը Ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ